բարձրագույն կրթության ոլորտին անդրադառնալով մեր ամենակարևոր անելիքը ակադեմիական քաղաքն է եւ այս տարին 2025 թվականը առանցքային էր նաեւ այս մասով, որովհետեւ ազգային ժողովը ընդունեց բարձրագույն կրթության եւ գիտության նոր օրենքը, որն ուժի մեջ մտավ նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին եւ որը արդեն օրենսդրորեն նաեւ ամրագրում է ակադեմիական քաղաքի կարգավորումները։ Միևնույն ժամանակ նախորդ տարին մեզ համար կարևոր էր ակադեմիական քաղաքի շուրջ նախապատրաստական աշխատանքները իրենց հանգրվանին հասցնելու, գլխավոր հատակագծի մեր օրենսդրության համապատասխան սահմանված փաթեթը պատրաստված է եւ ներկայացված է հաստատման։ Առաջիկայում կարծում եմ, որ համապատասխան ընթացակարգերով այն կհաստատվի։ Մենք միևնույն ժամանակ մեծ ծավալի աշխատանք ենք իրականացրել տեղում տարածքի մաքրման առումով, ակադեմիական քաղաքի տարածքում ընթանում են նաև պեղումներ ու պետք է ասեմ, որ առաջին արդյունքները բավականին հետաքրքիր են եւ ներշնչում են տպավորություն, որ ակադեմիական քաղաքում կարող է լինել նաև պատմամշակութային ժառանգության հրաշալի ներկայություն, որը կարծում եմ, որ այդ միջավայրում շատ տեղին կլինի եւ մենք էական զարգացում ենք ապրել այն աշխատանքներում, որոնք որ բովանդակային առումով են ծրագիրը տանում առաջ, մասնավորապես մեր արտերկրի գործընկերների հետ միասին, թե կառավարման պլանները, թե առանձին կլաստերների մշակումը, ինչպես նաեւ տարբեր ուղղություններով նախագծերը process-ի մեջ են, հատկապես կկարևորեմ ֆինանսական ուղղությամբ աշխատանքները եւ ներդրումային պլանը, որը ամենահեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացնում ենք եւ առաջիկայում արդեն նաեւ ծրագրի ներդրումային բաղադրիչին կանդրադառնանք։ Իհարկե, այստեղ էլ անելիքները բազմաթիվ են, մենք մեծ ծավալի նաև օրենսդրական աշխատանք ենք կատարել եւ եթե որևէ հարցեր լինեն, կարող եմ նաև ավելի մանրամասն խոսել այդ մասին։